Ձեզի կփարևենք եւ շնորհակալ ենք այսօր այս առիթին համար եւ վերջապես ասած ենք հայտնություն հովանու 13-րդ գլուխ Փարև Փիթեր Բարև Գարին, այսօրվա մեր գլուխին մեջ շատ հետաքրքրական է պետք գիտնանք ով է գինը որ արև հակած է ու լուսինը ցկած իր ոտքերուն ով է կարմիր վիշապը եւ հետաքրքրական գլուխ մնե թողդերը կոմիկտ փանա եւ հասկացողությունը փանա հոգիտ բացլա որովհետեւ ստանաս ինչ որ այսօր բացադրություն պիտի առնես այո Պիտեր եթե ասելիք ունիս շատ ուրախ եմ նորեն, որ գնանք շարունակել, ամիջապես սկսենք Գարին եւ մտնանք այս նոր գլխուն մեջ, վերջին անգամը ավարտեցինք եւ ասենք, որ գես տեղը հասանք հայտնության քիրքին, որ ավարտը հասավ 7-րդ փողը հնչվելով երկինքի երկրի թակավորությունները եղան երկրի ասո օդյալին թակավորությունը եւ հասավ իր ավարտին։ Հիմա ուրեմն ինչ պիտի խոսենք, եթե նայիսն է բատնությունը վերջացավ Քրիստոս գիշղե երկինքի երկրի վրա եւ այդտեղի երկրորդ քալուստի միտքն էր։ Հիմա ուրեմն պիտի Հովանեսը այս նոր տեսիքներով որ գտեսնա գրքնություններ պիտի լա, բայց ուրիշ տեսանկյուններ։ Պիտի խոսենք հոգևոր բادرազմի մասին։ Ինչ բادرազմ գլա այս բոլորը որ երկրի վրա գտրսևորվի, կա երկնային ոլորտը, որում մեջը բادرազմ գլա Աստծո եւ իր հրեշտակներուն հետ եւ սատանային եւ իր չար որոններուն հետ իր այն հրեշտակները որ ինկած է այս կնմանի գարջորեն ասեմ ինչ որ հոբի քիրքին մեջ Աստված սատանային հետ գխոսեր եւ վճիր մգար որ նայե իմ հոբ ծարաս ինչ լավ է արդար է սատանան ագեսավ գսեր Աստծո որ հա անշուշտ որով դու ամեն բան դվեր ես իրեն եւ անոր ամարիկը քեզի խլու հնազանդ կհետևի որովորտներ ես իրեն ամեն բայց իրեն ցանկը դբիր կամ իրեն առողջությունը կամ իր հարստությունը նա ինչպես քեզի գանիձ է եւ գահայոյ է Աստվածը գսե օքեյ քեզի թույլ պիտի դամ որ ամեն բանից բացի իր ցանկը չես կրնալ թփնալ եւ հոբին ամեն քուխունի չսես կուկա իր առողջությունը գարնվի իր հարստությունը եւ այլն բայց հոբը չի գիտեր որ ինչ կկատարվի որ հոբը չի գիտեր որ երկնայիններու մեջ սատանային եւ Աստծո միջև վճիր մգա եւ այդ իր վրան երկրի վրա հայտնաբերվի որ մենք գիտենք որով մենք պատմությունը կգարտանք եւ պատկերը մեզի կհայտնվի որ երկնայիններու մեջ ինչ կկատարվի որ Աստծո եւ սատանայի միջև հոբը չեր գիտեր անորոշ շատ հարցումներ ուներ իր այդ 41-րդ քուխուն մեջ որ Աստված այս ինչպես ինձ կկատարվի որ հիմա հայտնության քիրքի մեջ նման բան է որ ինչ որ այս երկրի վրայի այս բաները որ հայտնվեցան այս 4-րդ քուլուխեն մինչև 11 քուլուխը երկնայիններու մեջի պատկերը մեզի պիտի ցցվի բադոհանը վարակույրը պիտի բացվի անորոշ հայտնություն գսենք կհայտնվի բաներ որ ուրիշ ոլորտի մեջ կկատարվի որ երկրի վրա գծրսևորվի օքեյ անցնենք ուրեմն առաջին հատվածներում որ պիտի ընթերցենք 13-րդ քուլխեն այս միացնեմ որ հետևենք անոնք որ իրենց տուներեն գհետևին կարողանան հետևել ուրեմն 13-րդ քուխուն առաջին 6 համարները ընթերցենք Կարին եթե հաջիս եւ տեքստապանության կանցնենք Շարա, ուրեմն երկինքի մեջ մեծ նշան երևցավ։ Գինը արևը հակաձեր ու լուսինը ցկած իր ոտքերունդակ եւ իր գլխուն վրա 12 աստղե բսագմա։ Ան հղի էր ու երկինքի մեջ լալով ծնանելու համար շատ նեղություն քաշելով գբորար։ Երկինքի մեջ ուրիշ նշան երևցավ եւ ահա մեծ շարակույն վիշապը, որ 7 գլուխ ու 10 եղջյուր ուներ եւ իր գլուխներուն վրա 7 տակ Անոր բոչը երկնքի աստղերուն երրորդ մասը գքաշեր, ու զանոնք երկրի վրա ցկեց եւ վիշապը գեցավ այն գնոջ առջև, որ ծնանելու վրա էր, որբեսի երբ ծնանի անոր զավակը գլե։ Գինը արու զավակ մծնավ, որ երկատե կավազանով պիտի հովեր բոլոր ասկերը։
Անոր զավակը հապշտակվեցավ Աստուծոքով ու անոր աթորինքով։ Գիննալ անաբադը փախավ, ուր անոր դեղ պատրաստված էր Աստուծմե, որբեսի հոն գերագրվի 1260 օր։ Շատ լավ։ Հիմա շատ շուտ իբրև գիտնանք ընդհանուր այս գիրքի մեջ ուր ենք, մենք վերջացուցինք անցյալ անգամ 8-րդ գլուխը 6-րդ համարը մինչև 11-րդ գլուխը 19 համարը 7 փողերը։ Հիմա գանցնենք այս վիշապին եւ այս գնոջ մանուկը, որ պիտի ծնանի, անոր միջև այս հոգևոր բادرազմը որ կկատարվի 13-րդ գլուխեն առաջին համարը մինչև 14-րդ գլուխը 20 համարը։ Նորեն այս բոլորը կկատարվի Քրիստոսի առաջին քալուստեն, որ ծնավ, մեռավ, հարություն արավ, համբարձավ եւ այս ընթացքը բոլոր այս գլուխներում մինչև 14-րդ գլուխը մինչև իր երկրորդ քալուստը, որ ինքը պիտի կա եւ պիտի թադե փարին եւ չարը եւ վերջին թադաստանը պիտի կատարվի։ Okay, so այս բոլորը շնորհքի շրջանն է, Աստծո թագավորության շրջանն է, նեղության շրջանն է, որ մենք կանվանենք հազարամյան փոխապերական միտքով։ Անցնենք այս սիմվոլիզմի մասին գուզեմ խորհրդանշ պատկերներու մասին խոսել։ Հիմա մենք այս գինը որ կտեսնանք, որ նկարագրված է, ուզեմ ասել, որ փարացի չենք կրնար մեկնաբանել, որով ամեն այս հայտնության քիրքին ոճը այն է, որ սիմվոլներ են, դեսիքներ են եւ անոնք ունին փարացի օրեն գրնագսել, որ դեսավ Հովանես, բայց իմաստներ ունին այդ բոլորին յետին։ Եվ գուզեմ օրինակ մփերել 5 դագարանեն, երկերկոց քիրքը 4-րդ 7-րդ գլուխները, այնտեղ Սողոմոն կնկարագրե իր հարսը Սուլամիդը եւ այդպես կնկարագրե եւ գսե որ դու ինչ սիրուն ես գսե ավնի աչքեր ունիս այձերու նման մազերդ այձերու նման են ագրաներդ բաներու նման են ոչխարներու նման քու շրթունքներդ կարմիր ժաբավենի նման քու ջագադդ նուրի նման քու վիզդ թավիթի աշտարակներու նման եւ որ քարերու նման են քու գուրցքերդ կսե եղնիկներու նման են եւ գշարնագի այս փերնետ կսե մեղր գթափի եւ գաթի նման է ուրեմն այս բաները որ գսե քու անուշահոդությունը գսե եղևնիներու նման են բան դիփանանի գշարնագի այսպես քու քիթդ գսե դիփանանի եւ Դամասկոսի աշտարակներու նման են գսե եթե այս ծավով եւ սկիզբը գսկսի ասելով որ շատ քեղեցիկ է իմ սիրուհիս իմ սիրականս եթե ասոնք ամեն փարացի առնենք աջ կողմ եթե նայիկ ինչ նկարը կստեղծվի շատ տքեղ շատ դարօրինակ այսինքն գրնաս փսխել նույնիսկ այս քեղեցիկ կնոջ մչի նման էր որ so Փարացի չի պիտի առնենք շատ բաներ, ոճը պիտի գիտնանք այդ քիրքին, որ ինչ կկատարվի, որ եւ այդ ոճին համացայն պիտի մեկնաբանենք իմաստները։ Okay, անցնենք ուրեմն ամիջապես այս կնոջ, որ Հովանես կնկարագրե եւ գսե որ մեծ նշան մտեսա, նայ արդեն ինքը ինքնին գսե որ նշան մտեսա, նշանը իրականությունը չէ։ Եթե ջամփան մեկ նշան մտեսնակ որ գսե 10 կիլոմետրեն այսինչ քաղաքը պիտի հասնիս այդ նշանը մենք չենք սեբեր այդ քաղաքը որտեղ հասեր ենք նշանը մեզի ցույց կտա որ բամը որուն պիտի հասնենք այդ նպատակին կամ դեղին այս նշանը ուրեմն որ կնկարագրե գին մնե որ արևը հակեր է եւ իր ոտքին դագը լուսինը եւ իր քուխուն վրա կամ շուրջը գսե 12 աստղեր կա։ Ուրեմն այս խորհուրդները մենք պիտի մեկնաբանենք Աստվածաշունչով եւ ուրեմն պիտի յետ երթանք Ծննդոց գիրքին 37-րդ գլխի մեջ 9-11 համարներ։ Այնտեղը Ծննդոց գիրքը կնկարագրե որ Հովսեփ երազմը տեսավ եւ անալ երազի մեջ տեսավ որ արևը գար, լուսինը գար, աստղեր գային եւ այդ
այդ թեփքին մեջը 11 աստղեր կային եւ այս բոլորը գխորհրդանշեր Իսրայել ժողովուրդը արևը գխորհրդանշեր իր հայրը լուսինը գխորհրդանշեր իր մայրը եւ 11 աստղեր կային այնտեղ որը ինքը այդ 11-ին 12-րդը ինքն էր Հովսեփ բայց այդ աստղերը պիտի քային իր արչեւ եւ պիտի երկրբակեին արևը լուսիննա ուրեմն այդտեղը գխորհրդանշվեր այս բոլոր աստղերով լուսինով եւ արևով որ Իսրայել ժողովուրդն է հիմա այստեղ մենք կտեսնանք այս գինը նորեն Իսրայել ժողովուրդը կխորհրդանշե որուն միջոցով հաջորդ համարի մեջ կտեսնանք այս գինը հղի է եւ իր երկունքներում աղաքներ ցավի մեջ է պիտի ծննդափերե ասիկա 12-րդ գլխուն 2-րդ համարը ուրեմն այս գնոջ պատկերը նաև 5 դագարանի մեջ Եսայիա 26-րդ գլխուն 17-ին 18-րդ համարներում մեջ կսե որ այնտեղ Իսրայելը ներկայացված է իբրև հղի գինը եւ Միքայի մարգարեության 4-րդ գլխուն 10 համարին եւ 5-րդ գլխուն 2-ին 3 համարներում մեջ Սիոն ժողովուրդը որ հղի է եւ պիտի ծննդափերե առաջնորդը ղեկավարը so այս բոլորը նայելով նոր գդագարանի մեջ նայինքն է այնտեղ Երուսաղեմը գհիշվի 4-րդ գլխուն 26 համարի մեջ իբրև մեր բոլորին մայրը so գտեսնանք որ քաղաքներ կամ լուսինը կամ արևը աստղերը խորհրդանշված են իբրև երկիրը կամ քաղաքը Ներողություն նոր գդագարանին մեջ որ գլուխն է 4-րդ Գաղադացից 4-րդ գլուխը 26 համարը Okay գսե Երուսաղեմը որ վերի Երուսաղեմն է գսե վերեն վերի Երուսաղեմը մեր բոլորի մայրն է գսե ուրեմն այնտեղ ինչ ծավալ պիտի հասկանանք քաղաքը իբրև բոլորիս մայրը վերջի պիտի խոսենք անոր մասին որով հայտնության քիրքին մեջը մենք պիտի տեսնանք վերջ 21 գլխուն մեջ որ այսպես գինը հղի գինը գներես քաղաքը Երուսաղեմ անունով վերեն գիշնագոր այս քաղաքը որ Քրիստոսի հարսն է պատկերներ են խորհուրդներ են okay so հիմա ուրեմն այս գինը մենք պիտի ասենք որ 5 դագարանին մեջ Աստծո ժողովուրդն է ուխտի ժողովուրդն է որ Իսրայելն է այդ մնացորդներ որում միջոցով մեսիան պիտի ծներ ուրեմն հայտ եւ որ նայինք ծննդոց քիրքին մեջը 3-րդ գլխուն մեջ 15 համարի մեջ Եվային Աստված խոստումը գտա մարգարեությունը գտա գսե որ քեզ մեգսե սերունդ քու սերունդ հետ մեկը պիտի կա որ սատանային քլուխը պիտի չախչախի եւ անալ քու այդ ծննդափերած այդ մանուկը իրեն քարչաբարը պիտի վնասե վիրավորե Եվան եւ որ լսեց այս մարգարեությունը կարծեց որ իր առաջնեկ որդին է Քայենը բայց Քայենը եւ որ Աբելին սպանեց տեսավ որ Քայենը չի գնարել Սա չարություն էր Աբելն չի գնարել որով Աբելն փարի էր բայց մերավ եւ որ սեթը ծնավ Եվան հասկացավ որ ասե այնինչ որ նշանակված էր Աստծո մեն մարգարեացված էր որ մեկը պիտի կա ինքը կարծեց որ իր սերունդին մեջ այդ սեթը երրորդ իր զավակը անը որ պիտի սատանային քլուխը չախչախի բայց մենք եթե ժամանակ ունենայինք կնայինք բայց բոլոր 5 դագարանի մեջ մասնավորապես ծննդոց քիրքին մեջ այնտեղ մեզի ցույց կտա որ մեկը պիտի կար այդ մեկը պիտի կար որ նպատակ ուներ սատանային քլուխը չախչախելու քիչ մվերջ կտեսնանք որ սեթին զավակներեն կհասնենք նոյին զավակներեն
կասնինք բանին նորեն Սեթի որդիներեն Աբրահամի որդիներեն գնդրվի Իսահակը, Իսահակեն Հակոբի որդիեն Հութայի ցեղը գնդրվի, որում միջոցով Դավիթ կուքա, Դավիթի միջոցով գնդրվի գուքա սերունդներ, որում միջոցով Մեսիան կծնանի։ Եվ այս բոլորը դրված է մեզի Մատթեոսի ավետարանին առաջին երկու գլուխներու մեջ եւ Ղուկասի երկրորդ գլխու մեջ զննթափանությունը, որ Քրիստոս պիտի ծներ եւ գտանի մինչև Ադամ, մինչև այդ խոստումը երրորդ գլուխը ծննդոց գիրքին 15 համարը, բայց կծնե եւ այսինչը ծնավ, այսինչը եւ Աբրահամին եկավ Իսահակը ծնավ Հակոբը, այս բոլորը մեզի ցցնելու, որ մեկը պիտի կար, որ Իսրայելի ժողովուրդեն, որ խորհրդանշված էր Իսրայելը իբրև գին, գնոջ այրը պիտի լար Աստված, եւ ի վերջո այդ քականագետը եկավ Մարիամին, չէ, Մարիամի միջոցով Մարիամ Հովսեփեն չի հղիացավ, Մարիամ Աստուծո կողմեն Սուրբ Հոգին միջոցով, խոսքին միջոցով, խոսքը իր մեջ կյանք արավ եւ այդ խոսքը հղիացավ Սուրբ Հոգի միջոցով եւ Մարիամը եղավ քակատնագետը այդ Իսրայելի ժողովրդին, որուն մանուկ մծնավ։ Բայց Մարիամը Իսրայել ժողովուրդը չէր, պարզապես այդ քակատնագետը եղավ, որուն այդ խոստումները կատարվեցավ իր միջոցով, ծննդափերելով մանուկը, որ Քրիստոս կանվանվի, Մեսիան, Օձյալը, որ պիտի փրկեր իր ժողովուրդը, ինչեն, մեղքերեն, պիտի փրկեր իր ժողովուրդը սատանային իշխանությունեն, սատանային զորությունեն, որ ուներ իր ժողովրդին վրա եւ բոլորիս վրա։ So այս պատկերը, այս մեծ պատկերը այս ծավով գուզենք որ հասկանանք եւ գուզեմ որ հասկանանք նաեւ որ Եսայիա մարգարեի 66-րդ գլխուն մեջ գսե որ Սիոնը մանուկը պիտի ծննդափեր եւ նաեւ Միքիա մարգարեության 5-րդ գլխու մեջ 3-րդ համարի մեջ գսե այս ժողովուրդը եւ այս գինը labor pains երկունքի ցավերու մեջ էր որ իշխանություն պիտի մեկը պիտի ծներ որ իշխանություն պիտի ունենար եւ այս բոլորը Մարիամի այդ եթե գուզեք հատվածը գարտալ Ղուկասի 2-րդ գլխու մեջ 34-ին 35 համարի մեջ այնտեղ կտեսնանք որ Մարիամը ինչ դժվարություններ է գանցնի որ Իսրայելի հետ կապված եւ կտեսնանք որ Մարիամը եւ Հովսեփը ստիպված պետք էին որ անապատը երթալ եթե գիշենք եւ որ Մարիամ պիտի ծննդափերեր Հերովդես պիտի մանուկները սպաններ սոասված երազով դեսիլքով Հովսեփին հասկացուց եւ Մարիամին որ պետք է Եգիպտոս երթան մինչեւ որ այդ Հերովդեսը մեռնի այդ մանուկները որ պիտի մեռցներ որ Հիսուսը չսպանվի նույն այսպեսի պատկերը եղավ Մովսեսի ժամանակ նայ անընդհատ սատանան գործեր որ այդ քիզը որում միջոցով Մեսիան պիտի ծննդա պիտի առաջ կար գործանե ինքը Մովսեսին ժամանակ նորեն Փարավոնը բոլոր այդ երեխաները մերցուց սպանեց չէ հрьяաներուն որով շատ կշատնային որ բայց Մովսեսին մայրը արավ եւ Մովսես քեդին նեղոս քեդի մեջ դրավ որ փրկվի եւ վերջը Մովսեսը եղավ 5 դարանին փրկիչը որում միջոցով Իսրայել ժողովուրդը կարողացավ դուրս հանել Եգիպտոսի այդ քերիությունեն եւ բերել Կանանու երկիրը հիմա Հիսուսը այս մանուկը որ այս Մարիամի միջոցով պիտի ծնի որ կխորհրդանշե Իսրայելը նորեն իր մանուկը պիտի լա փրկիչը բայց ոչ
միայն հрյաներուն, այլ բոլոր ազգերուն, ամեն մեկուն որ կհավատա իրեն իբրև փրկիչ։ Շատ լավ, ուրեմն ուզեմ որ անցնենք հաջորդ համարին, որտեղ նշանը որ կտեսնվի այս վիշապը կտեսնվի, այս վիշապը կանգնած է, ասենք այսպես որ 10 եղջյուր ունի եւ ունի 7 գլուխներ կամ գլուխներով վրա թակեր։ Ասոնք նորեն փարացի չի պիտի առնենք, մենք պիտի հասկանանք այս վիշապը որ կարմիր է, վերջը մեզի կմեկնաբանե եւ գսե որ այդ վիշապը ով է։ Մեզի գսե որ այդ վիշապը Սատանան է, նույն գլուխուն 9-րդ համարի մեջ, եթե կարդանք, մեկ հատ Գարին քույր եթե գրնաս կարդալ, որ գսե ուստի վարձկվեցավ մեծ վիշապը այն առաջվան օծը որ փանսարգու ու սատանա գոչվի որ բոլոր աշխարհ մոլորեցուց իր հրեշտակներն ալ իրեն հետ վարձկվեցան երկրի վրա։ Okay, so այնտեղ դեսնանք ինքը արդեն մեզի կմեկնաբանե որ այդ վիշապը ով է, փանսարգուն է, այդ օծն է, սատանան ետ կդանի որ զնունթոց քիրքի 3-րդ գլուխուն, որտեղ խապեց այդ օծը Եվային, որ անշուշտ է եթե ուդես այս բարի ու չարի գիտության ծարի բդուղեն, բամը չի պիտի լա, չես մերնիր, խապեց մերան։ Այնտեղ այդ սատանան փանսարգուն իրենց հայտնվեցավ, բայց այստեղ կհայտնվի որ վիշապի նկարով, գարմիր, ինչու, որով գարմիրը ինչի քույն է, Գարին, արյունի քույն։ Արյունի քույն է, այո։ Այո, ուրեմն այս վիշապը արյուն խմել են մեծեր է 10 գլուխով, այդ սատանան է, բայց որուն արյունը խմած էր։ Բոլոր այդ Ադամ Եվային մինչև Մարիամին ծննդաբերությունը Քրիստոսի ինչքան հрьяաներ մերան, ինչքան սատանան փորձեց այդ քիծը գործանել անընդհատ ազգերուն, պատերազմներուն եւ այլն, պատմությունը շատ երկար է, բոլոր 5 դարանը պիտի կարդանք, որ հասկանանք թագավորները, որ փորձեց սպանել, Դավիթին փորձեց սպանել, ուզեց անընդհատ արյուն կխմեր, որով սատանան մեր արյունով, այսինքն հաջիկ կարնե մարդուն սպաննելով։ Հիմա այստեղ մեծեր է այդ օծը, փանսարգուն, պատկեր է միայն, ոչ թե իրապես պիտի տեսնանք այսպես վիշապը։ Եվ ունի 7 գլուխ, 10 եղջյուր եւ 7 թակեր այդ 10 եղջյուրներում վրա։ Ասոնք խորհուրդ ունի, գիտես, եւ որ քարնուկը տեսանք եղջյուրով, փարացի չարինք որ քարնուկը որ ասինք Հիսուսն է, որ Հիսուս 7 հատ եղջյուր պիտի ունենա կամ այո իր գլուխում վրա։ Չսինք, ասինք որ այդ եղջյուրը խորհրդանշե զորություն, ուժ, իշխանություն, այստեղ 10-ը կա 7 գլուխներում վրա, այսինքն ինքը ունի զորություն, ինքը ամենաչարին ամենահզորն է այս կազանը եւ խմած է արյուն եւ ինչ կնե որ կսպասե որ այս գինը ծննդաբեր է երևակայ որ վիշապը այս գնոջ ոտքերուն արանք կսպասի որ ծնի այդ մանուկը եւ ինքը ուդե անորագլ է գործան է եւ այդ կցսեվորվի որ երկրի վրա Հերովթեսը որ փորձեց բոլոր մանուկները սպանել որով լսեց որ թագավոր մծներ է եւ այս իրեն պիտի վնաս բերեր իր թագավորության բայց ասվածը սավ Մարիամին քնա անաբադ փանը Եգիպտոս որ անաբադի խորհուրդ ունի հոմ պիտի մնաք մինչև որ Հերովթեսը մեռնի հետո ետ կուքակ Okay, so այս է պատկերը ուրեմն նաև այս վիշապը իր հետ կսե 1/3-ը աստղերուն իրեն հետ ու փորձեց վար ցկել որ այս մանուկը գուզեր որ ծննդաբերել 4-րդ համարի մեջ
որ կարողանա ուդե այս մանուկին եւ աստղերը գխորտանշեն 5 դագարանի մեջ հրեշտակները so մեկ երրորդը այս հրեշտակներուն այս աստղերուն կփորձե վարկ ցկել ուզեմ որ այդ միտքը հասկանանք որ հոբի քիրքեն առնված է եւ այդտեղն աստղերուն մասին գխոսի 38-րդ քուխու 7 համարի մեջ գսե այդ morning stars արդվան աստղերը որ հրեշտակներն էին Դանիելի քիրքի մեջ դա գիշե 8-րդ քուխու 10 համարի մեջ այն եղջյուրը գսե որ աստղերը վարձկեց ասոն խորտանիշներ են որ այս աստղերը գխորտանշեն այս մեծ բادرազմը բայկարը որ անդեսանելի ոլորտի մեջ կլա ասո հրեշտակներուն եւ վիշաբին այդ հետևող հրեշտակներուն որով չի մորնանք որ այս վիշաբը որ օծներ որ փանցարգուն է որ սատանան է գսե 9-րդ համարի մեջ 12-րդ քուխուն մեջ ինքն ալ հրեշտակ էր չէ 5 դարանի մեջ հիշված է իբրև լուսապեր բայց որ ինգավ այդ իր փարքեն որով ինքը հբարդացավ ուզեց աստվածը լալ ինքն ալ դարձավ սատանան ինքն ալ ինգավ այդ իր հրեշտակային այդ քեղեցկությունը որով ասված իրեն շատ քեղեցիկ հրեշտակ մստեղծած էր so ինքը ինգավն է ասուն գա ինգավ բայց այս ինչ որ մենք կխոսենք որ այստեղ պիտի տեսնանք որ ուրիշ թեփքերու հետ ակապված է okay ուրեմն այս մանուկը գծնի ով է այս ինչ որ մանուկը որ պիտի ծննդապեր է Սաղմոս 2-ը, որ մենք անցյալ անգամ կարդացինք, գստե որ փրուդի կավազանով պիտի իշխե այս մանուկը, իշխանմը պիտի ելա, և այս իշխանը Եսայի 9-րդ քուխուն 6-7 համարներու մեջ նա հիշված է, այս ղեկավարը կամ թագավորը իշխանը, այնտեղ եթե գիշենք, մեկ հատ կարդանք այս մանուկի մասին Եսայի 9 6-7 համարները ամեն մարդ գիտե այս համարները որով այս համարները երբ կգարդանք ընդհանրապես ծնունդի ադեն եւ այս համարներու մեջ մենք կվերակրենք այս համարները անսիմը մեկ հատ կարդանք Եսայա 9 որ մեկ համարը 6-7 համարները Okay վասնզի մեզի մանուկ մծնավ մեզի որդիմը դրվեցավ Եվ իշխանությունը անոր ուսին վրա պիտի ելա, անոր անունը պիտի գոչվի սկանչելի խորհրդագից, հզոր ասված, հավիտենականության հայր, խաղաղության իշխան։ Այո, ուրեմն այս դեր մենք կտեսնանք, որ այս մանուկը որ պիտի ծնի, Աստված նաև ինքը Աստված պիտի գոչվի։ Բոլոր մյուս անունները եւ իր իշխանությունը իր ուսերուն վրա պիտի ելա գսե 7-րդ համարի մեջ։ Այո, Թավիթին աթորին վրա ու անոր թագավորությանը վրա, անոր իշխանությանը մեծնալուն ու խաղաղությանը սահման չգա, որբեսի հիմա գվնե մինչև հավիդյան իրավունքով ու արդարությունով հաստատե ու զորացնե զանիգա, զորքերու դերոջը նախանցը բիդի տնե ասիգա։ Okay, զորքերու դերոջը նախանցը, այսինքն Աստված ինքը պիտի նե ասիգա եւ ինչ պիտի նե այս մանուկը որ պիտի ծնի պիտի իշխե բոլոր երկրի վրա մենք տեսանք 11 քուխու մեջ որ Աստծո օզյալը եւ երկրորդ Սամոսը կարդացինք որ Աստված ասավ ես մանուկ ծնանեցա եւ հիմա ինքը քային վրա նստած փուրուդի կավազանով պիտի իշխե այս մանուկի մասին է որ այստեղ այս մանուկը պիտի ծնի եւ այս վիշապը գփորձե որ ուդել այս մանուկին Okay, so մենք կտեսնանք որ այս մանուկը գծնի այս հաջորդ համարի մեջ 12-րդ քուխու 5-րդ համարը եւ այս մանուկը որ պիտի իշխե կավազանով ինքը անմիջապես ինչ կլա գահապշտակվի իր Աստծո աթորին խորանին ուրեմն այս թեփքում ինչ որ այս մանուկը գծնի եւ իր հապշտակությունը մեկ նախատասության մեջ
ամփոփվի այստեղ իր ծնունդը, իր հարությունը, իր հափշտակությունը եւ իր Աստծո աթորին վրա նստիլը։ Մեկ նախատասության մեջը բոլոր պատկերը գդրվի։ Այս մանուկը Հիսուս Քրիստոս ինքն է։ Այս է ինչ որ կմարգարեանա Եսայե մարգարեն 9-րդ գլխուն 6 համարեն 7 համարի մեջ, որ գվերակրեվի Մատթեոսի ավետարանի մեջ, որ ասե այդ մանուկը որ պիտի իշխե Հավիդյանս Հավիդենից։ Եվ այս է որ հափշտակվի ինքը, այսինքն գբահվի այս սատանային հարցակումները։ Շատ լավ, հիմա մենք պիտի անցնենք 6-րդ համարին, որ գսե եւ այս գինը անաբադը քնած գսե, որտեղ իրեն համար դեղը պատրաստված էր, որ 1260 օր բահվի։ Մենք այս թիվը այսքի առաջ տեսանք, չէ՞, գիշեր։ Այո։ Հայտնության 11 քուխուն մեջ այնտեղ խոսեցանք դաջարի մասին այնտեղ որ պիտի այդ չափը գսե եւ այս չափերու չափերը գտա եւ գսե պիտի գողկրդվի այս ինչ մասը 1260 օր։ Մենք ասենք որ այս 1260 օրը նաեւ կխորհրդանշի 42 ամիսը եւ 3.5 դարին, որ նեղության մեջ պիտի լա այս գինը, բայց պահված պիտի լա։ Նման այդ պատկերին, որ 11-րդ գլխուն մեջ 1260 օր, ասենք դաջարին մասին, որ պիտի չափվի Աստծո ապահովության դագը պիտի պահվի։ Շատ լավ, այս գինը ուրեմն նաև գխորհրդանշե ոչ միայն 5 դագարանի Իսրայել ժողովուրդը, բայց կավը պիտի տեսնանք, որ այս նաև գխորհրդանշե եկեղեցին։ Ամեն ցեղը լեզու է, ազգ է, ժողովուրդ է։ Տարբեր պատկերներ կգործածվին, բայց նույն խորհուրդները նույն անձերու մասին է։ Մանուկը Հիսուսի մասին է հոս, ինչ որ 4-րդ գլխում մեջը խորհրդանշված էր իբրև ուրիշ պատկեր, քարնուկ, չէ՞։ Եվ գինը այստեղ ոչ թե դաջարն է, այլ գին մնե, բայց թևեր գդրվի, որ բահվի։ Այսօր մասին խոսենք քիչը։ Okay, չխոսած այս ինչ որ պիտի բահվի, կապված է 5 դագարանի խորհուրդներուն հետ։ 5 դագարանի մեջ 19-րդ գլուխը գուզեմ որ մեկ հատ կարդանք 4-րդ համարը։ Որ գլուխը Ելից 19-ը 4-րդ համարը։ 19 որ գսե դուք տեսաք ինչ որ ըրի եգիպտացներուն եւ ինչպես ցեզ արձիվի թևերուն վրա վերցուցի ու քովս բերի։ Այո, okay, so հիմա 5 դագարանի մեջ ասված արձիվի թևերու վրա վերցուց ոչ թե փարացի օրեն Իսրայելը արձիվի թևերու վրա վերցուց, այլ միտքը պիտի հասկանանք, որ արձիվը ինչպես կփարսանա եւ բսավարնի եւ ասանք հանգիստ երկինքի մեջ գցրի, Աստված Իսրայելի ժողովուրդը երբ որ Եգիպտոսեն հանեց եւ Նեղոս կարմիր քեդը անցան, Աստված իրենց Եգիպտոսեն արձիվի թևերու վրա որպես իբրև պատկեր, խորհրդապատկեր վերցուց եւ իրենց փերավ Սինա սարը, որ իրեն ճաշտեն։ Միտքը նույնն է հոս։ Հիմա եկեղեցին հետ պիտի կապվի այս միտքը։ Աստված բայց նաեւ հրավ այսպեսի թեփը Մարիամին հետ, ինչ որ ասինք։ Մարիամին Հովսեփին արավ Եգիպտոս տարավ, հագարակ կողմ այս անգամ տարավ, բայց հոնի իրենց պահեց, չէ՞։ Շատ քիչ անգամ կմտածենք, որ Հիսուս Եգիպտոս ապրեցավ իր այդ մանկության մի քանի տարիները։ Բայց Աստված այս նույն պատկերը մեզ գուտագոր հիմա։ Բայց այստեղ ժողովուրդը հիմա Իսրայել ժողովուրդը պիտի տեսնանք, որ պիտի այսպես transitional լա, պիտի այսպես առաջ կա եւ այդ ժողովուրդը պիտի լա եկեղեցին։ Հրյա եւ հեթանոս։ Այլևս Աստծո արչեւ ոչ հրյա գա, ոչ հույն գա կամ հեթանոս։ Այսինքն գուզես որ հիմա որ մենք Իսրայելի մասին կխոսենք, Իսրայելը անչե որ Իսրայելը չէ որ պատերազմի մեջ է, ասենք թե
ինչ որ կգադարվի հիմա Իսրայելը ան է որ ես տունենք Քրիստոսի ժողովուրդն ենք իսկ հեթանոսները որ գսես անոնք են որ հավատքի պիտի կան Հեթանոսները անոնք են որ թուն ես մենք հեթանոսներն էինք էինք այո որով մենք արևաբաշտ ենք չէ հայերը արևաբաշտ ենք զրաթաշտ ենք ամեն ազգերը հեթանոս ասելով հրյա չէին որ ճշմարիտ Աստվածը կճանչնային բայց շատ ճիշտ է ասածը այսօրվա հրյաները չէ որ Աստված պիտի առնե դեղ մտանի եւ նորեն իրենց պիտի բայե այլ հրյա ազգը այսօր քրիստոնյաներն են որ գխորտանշվի կամ գկոչվի եկեղեցին այս է գինը նոր գտակարանի մեջ այս գնոջ պատկերը դրված է հայտնության 21-րդ գլխի մեջ 9 համարի մեջ որ գսե այս նոր այս վերին Երուսաղեմը որ երկինքեն գիչնա քարնուգին հարսն է քարնուգի Հիսուսն է հարսը եկեղեցին է եւ նորեն եկեղեցին գսե մեր բոլորի մայրն է Ադիգա մենք ասինք նշեցինք չէ 4-րդ գաղատացիս քիրքին 29 ասած է Այո բայց Գաղատացիս 4-րդ գլխում 26 համարը այո կուզես կարդացի նոր Այո կընտրեմ գրնաս կարդալ բայց վերի Երուսաղեմը ազատ է որ մեր ամենուն մայրն է Տեսար ուրեմն իբրև գին գխորտանշվի բայց Երուսաղեմ քաղաքը գսվի Սո ասիկա Երուսաղեմ երկրի վրայի Երուսաղեմի մասին չի խոսիր որ Վերի Երուսաղեմը որ անոր միտքը որ հասկանանք 21-րդ գլուխի որ հասնենք ավելի պիտի գետրոնանանք անոր վրա գսե 9-10 համարներու մեջ որ ասիկա քարնուգին հարսն է այս անգամ եկեղեցին Հիսուսի իբրև նշանած հարսը պատրաստված քեղեցիկ սևով հոնգ ներկայացվի իբրև վերի Երուսաղեմ Բարձե թե այո բարձե բայց միայն ադենալ շատերուն համարալ որ հիմա գլսեն ոչ ամենուն շատերուն համարը որ միշտ ասված է որ Իսրայելը ընդրված ազգն է դերոճմեն Իսրայելը ընդրված ազգն է դերոճմեն իսկ իմա ասկու ասածդ որ Իսրայելը մենք ենք ինչպես գրնաս իրարու հետ համեմատել Okay ուրեմն Հոս այս քլուխը մեզի շատ քերեցիկ օրեն պիտի բացատրե, բայց ինչն է որ կկատարվի գոր։ Իսրայելը Աստծո ընդրյալ ժողովուրդն է։ Փամը չէ փոխված։ Բայց ինչ փոխված է, որ Իսրայելին ժողովուրդը հիմա միջազգային Իսրայել է։ Այսինքն Իսրայելը որ ծննդաբերեց Քրիստոսը, Քրիստոսի միջոցով Անոնք որ հավատացին իրեն, պատվաստ եղան եւ Աբրահամի որդիներ եղան, Իսահակի որդիներ եղան, Հակոբի որդիներ եղան, մենք խոսեցանք այսօր մասին։ Եվ ուրեմն այլևս գսե Գաղատացիս 3-րդ գլխուն վերջին համարներու մեջ այլևս չկա հրյա կամ հեթանոս, այլ նոր արարածներ եւ այդ նոր արարածները մենք ենք Բայց հրյանա մեջն է ադոր, ով որ հավատաց Հիսուսի իբրև Մեսիան, որ Աբրահամին սերունդեն եկավ եւ ծնավ։ Եթե ուզես մի հատ կարդանք այո, Գաղատացիս 3-րդ գլուխ, քաներորդ համար։ Այո, 3-րդ գլխուն 16 համարը։ Okay, արդ խոստումները Աբրահամին ու անոր սերունդին եղան Քանզի չսեր եւ քրիստերուտներուց որպես թե շատերու համար հաբա որպես թե մեկի համար եւ քրիստերուտից որ Քրիստոս է Այո ուրեմն մենք հոս կտեսնանք որ այնինչ որ Ադամ Եվային ալսավ այստեղ կկատարվի որ ոչ թե սերունդներուն Ադամ Փան Եվային այլ մեկ անհադի որ Քրիստոսն է Այդ Քրիստոսը որ Աբրահամին խոստովեցավ որ ով որ քեզի օրտնե պիտի օրտնվի ով որ քեզ անիծե պիտի անիծվի Աբրահամը հրյա չէր ամենարաջ ինքը քաղդիացի էր բայց Աբրահամի սերունդեն եկավ ինչ որ քիչ առաջ ասինք Իսահակը Իսահակեն եկավ Հակոբը նայ քիձը
Աստված ընդրած էր եւ ոչ թե առաջնեկներ, այլ երկրորդ զավակը որ պիտի ծներ, որ դարօրինակ էր, բայց Աստված ծրագիր ուներ եւ սատանան կփորձեր այս քիզը քանթել։ Բայց երբ որ այս մեկ անհատը որ Քրիստոսն է, որ Աբրահամին սերունդները չէին, այլ այդ մեկ անձը իր միջոցով, եթե գարտաս նույն քուխուն, երրորդ քուխուն 29 համարը մեզի հոն նորեն պիտի բացատրի այդ միտքը նույն քուխուն Գաղատացիս Այո։ Ուրեմն երրորդ քուխուն աբա եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամին սերունդն եք ու խոստումին նայելով ժառանգորդներ։ Տեսար, ուրեմն այստեղը ով որ Քրիստոսի կհավատա, որ Եբրայերենով բառը զարա բառն է, զարա ասել է seed, այսինքն սերմ կամ հայերենով սերմ բառն է։ Սերմը, այո։ Այո, ուրեմն Հունդը կամ հունդը։ հունդը, հա, դուք այդ սերմը կամ հունդը Քրիստոս ինքն է, ոչ թե սերունդներ, այսինքն շատեր, այլ անհատն է։ Եթե մենք իրենն ենք, մենք ուրեմն Աբրահամին այդ հունդն ենք, Ժառանգագիցներն ենք, հունդն ենք։ ժառանգագիցներն ենք, հունդն ենք, սերմն ենք։ Այս շատ կարևոր է որ հասկանանք, նայե, այս բոլոր միտքերը նորեն կապված է այս հայտնության 12-րդ գլխի մեջ, որ սկիզբը կսկսի որ Իսրայել ժողովուրդն, ասենք Հովսեփի այդ տեսիլ կպատկերը, որ այդ գինը կխորհրդանշե Իսրայելը ընդհանուր պատմության, որուն միջոցով Մարիամը կակատնագետն է, որուն կձնանի այդ հունդը, այդ սերմը, անհատմը, որուն եւ որ մենք հավատանք իրեն, մենք պատված կլանք իր միջոցով Իսրայել ժողովրդի մեջ, Ռոմայացիս 9-րդ գլխուն մեջ 10-11 գլուխներն են։ Այնտեղ մենք պատված կլանք եւ մենք մաս կգազմենք այդ Աբրահամի որդիներ անվանվելու, ընդհանուր այդ օրհնությունները կալու։ Հрьянալ, հрья որ հрья սերունդեն եկած է եւ հեթանոսը։ Եվ որ Քրիստոսի մեջ ենք, նոր արարածներ ենք, այլևս մենք ենք այդ Իսրայելը հոգևոր իմաստով։ Այո։ Շատեր ասիկա մեծ խնդրեմ կունենան, հարց կունենան, գսեն որ օ եկեղեցին չի փոխանակել Իսրայել ժողովուրդ, բայց ոնց պիտի տեսնանք որ այդպես է, որով ինչ որ այս կնոջ մասին գսե, վերջը կշարունակե պիտի տեսնանք այս քիրքին վերջին համարներում մեջ, որ գսե եւ այս գինը ուներ ուրիշ զավակներ, որում վրա սատանան պիտի հարձակվի։ Անոնք մենք ենք, շարունակությունը պիտի տեսնանք։ Ուրեմն հիմա մենք այստեղ գարձեմ ավարտենք մեր այս սերտողությունը, որով բավական խրթին է եւ գուզեմ որ լավ հասկանանք, որով շատ այս մեկնաբանություններում վրա շատեր գաստվին եւ քաղաքականության մեջ կմտնան, որուն պաշտպանեն հрья ազգը, այսինքն ասված թույլ տված է որ հрья ազգը այսօր գոյատև է կամ հрьяստանը այդ ծավով ասեմ, որով շատեր գաբրին այդ տարածքի մեջ որ այսօր Հրեաստան է եւ մեծ խնդիրներ գլա որ չէ մեր ժամանակաշրջանի մեջ այս բادرազմները եւ այլն քրիստոնյաները մեկ բարդականություն ունենք որ մեկ ծավով այս ժողովրդին այդ չէ կարևոր հոս չէ որ այս պիտի խոսվի բայց բայկարը կշարունակվի որ ոչ միայն անցյալին հрья ազգին վրա բայց ներկայիս քրիստոնյաներուն վրա Այդ կապը հաջորդ անգամ կխոսենք եւ կխոսենք նաեւ այս անդեսանելի ոլորտի մեջի բادرազմի մասին, որ վիշապին եւ այս կնոջ հետ կլա եւ ինչ ծավով պիտի բայկարենք այս բادرազմի մեջ, ինչպես պիտի զինվենք եւ սպառազինվենք։
Շատ շնորհակալ եմ սկանչերի կերպով բացատրեցիր ամենի հետաքրքրականը որ Պիտեր գլսեմ մարդոց մե որ ինձի գսեն որ ամեն քու խոսքերը աստվածաշունչեն գարնես փաստերով համարներով կգրես եւ ասիկա եւ որ մեզի հավատացնել հասկանալ գուտա եւ վստահություն գուտա քու բացատրություններուդ սերի քույր եղբայր եթե հարցումներ ունիս հաջիս գրե իմեյլի ադրես մնալ դրած ենք մենք էջին վրա որ գերտաս գրնաս հատ իմեյլը եթե չես ուզեր գիտնալ կոմենտիմներում մեջ գրել իմեյլի մեջ գրե որտեղ քո հարցումները թուր կփանա ուրիշ պատասխաններով եւ նույնիսկ որ հարցումը հստակ չէ կամ մի ամիջնար մի քաշվիր մի վախնար բարձաբես անոր համար իմեյլն է որը ստեղծած ենք որբեսի թուն ացեվո մեր հետ կապվիս սկանչելի բացատրություն մնե թվապանություն մեզի բացատրեցիր այսօր մեմ արչեւ կացինք մեմ եդեv կացինք պետք է անգամ ես նորը մտի գնենք թուղթ մատիտով նոթեր առնենք որ չի մորնանք որտեղ աս միտքը շատ բաներ կան ամեն տեղ են ուրեմն աս խոսքերը տասները չեն գուզեր որ մորնանք շնորհակալ եմ շատ շնորհակալ եմ դեր օրնած եք եզի եղբայրս եթե գուզես խոսքը ասել կամ աղոթքը եւ անանք վերջացնենք Այո, մի որ աղոթքով ավարտենք։ Okay. Սիրելի եկտավոր հայր, այս օրերին մենք շատ դժվար օրերի մեջ ենք, բادرազմներ մեր շուրջը եւ բادرազմներ գլան նաեւ Հրեաստանի մեջ մենք պետք է գիտնանք, որ քու խորհուրդներդ հայտնության միջոցով մեզի հայտնության եւ իմաստության հոգի դաս որ ճիշտ է որ մեկնաբանենք հայտնությունը ստանանք որ ով է այս գինը ով է այս ինչ այս պատերազմները ինչ մենք ինչ բաժին ունենք ինչ բարդականություն ունենք միթե մենք այս քաղաքականության մեջ պետք է մտնանք թե ոչ բայց ամենակարևորը որ այս մանուկը այս որ գինը գծնն դափեր է միակ միջոցն է մեր փրկության եւ պիտի տեսնանք որ ինչպես պիտի մանուկին ուրիշ եւ այս կնոջ ուրիշ զավակները պիտի պաշտպանես հաջիս խնդրենք դեր որ մեզի ավելի լուսապանես որ լուսավորվինք եւ այս բادرազմի մեջ գիտնանք ինչպես սպառազինվինք որ չինանք այս վերջին օրերում մեջ օրտնե կարինին օրտնե իր ընտանիքը օրտնե բոլոր լսողները եւ իրենց ընտանիքը եւ մասնավորապես քո Իսրայել անվանված ժողովուրդը որ ամեն ցեղելեզու է ազգի ժողովուրդ է եւ մեզի հաստատ եւ հավատարիմ բայ է այս չար օրերում մեջ Հիսուսի անունով կխնդրեմ ամեն Ամեն շատ շնորհակալ եմ Պիտեր եղեք օրհնված կդեստվին կալ երեք շաբթի ամեն ամեն